Բայց եթե ես չեմ սխալվում, ոչ միայն այս ոլորտի, մենք մասնակցային կառավարման պլատֆորմները զարգացնում ենք եւ ընդհանրապես մեր քաղաքականությունների մշակման ընթացքում մասնակցային կառավարման գործիքակազմը, այսինքն պետք է մշտական մեր ուղեկիցը լինի, այսինքն քաղաքացիական հասարակություն մեր բոլոր ոլորտներում արդեն ստեղծված են, ներառված են անձինք, այսինքն դեռ նոր ներգրավելու անհրաժեշտություն չկա, հիմա քաղաքականությունների մշակման զուգընթաց մեկնարկի կետից քաղաքացիական հասարակությունը մասնակցում է, ես պետք է նաև համոզվել, որ իրանք իրենց զգացողությունն էլ այդպեսին ներառված են, եթե այդպեսին չի, ելի խնդիր չկա, պետք է խոսել տեսնել ինչն է պատճառը, որ չկա այդ զգացողությունը եւ լուծել, որովհետեւ այդտեղ մենք սահմանափակում չունենք, այսինքն ընդհակառակը այսօր մեր աշխատանքի ծավալները այնքան են մեծացել, որ մեզ ցանկացած կողքից աչք, որը այդ ծավալին հետևում է, մեզ մենակ օգուտ է բերում։ Մենք որևէ գաղտնի օրակարգ չունենք, որ ասենք, վայ, հանկարծ կողքից ոչ մեկ չտեսնի, ընդհակառակ, ինչքան շատ տեսնող լինի, ինչքան շատ աչք նայի եւ ինչքան շատ դիտարկումներ, դիտողություններ լինեն, ինչ չի նշանակում, ես ասել եմ բաց ազնիվ եւ թափանցիկ, որ չի նշանակում, որ ինչ դիտողություն եղավ, մենք ընդունելու ենք։ Ընդհակառակ այդ դիտողությունները կքննենք մենք, որոնք կտեսնենք, որ արդարացիա կընդունենք, բայց նրանք, որոնք չեն կընդունի, ընդհակառակը մեզ լրացուցիչ փաստարկ կտան, որ մեր պատկերացումը ավելի ճիշտ է եւ ավելի արդյունավետ է։ Այստեղ ես հույս ունեմ նախորդող շրջանում էլի մի քանի ցիկլերով մենք անցել ենք, էլի որոշում, հետո չներառվածության զգացում, հետո քննարկում ինչի է, այս թեման պետք է ֆունդամենտալ եւ արմատական փակվի։ Այսինքն այս թեմային էլ վերադարձ պետք է չլինի, այսինքն պետք է ներառվածությունը քաղաքացիական հասարակության լինի այնպեսին, որ ներառվածությունը լինի իրական։ Այդտեղ ես կոնֆերանսի ժամանակ էլ ասացի, որ բանախոսներից մեկը հարգելի ասեց, մեր առաջարկները կառավարությունը բանով է սվիններով ընդունում, ես ասացի, բայց ինչի պետք է սվիններով չընդունի, բա եթե կառավարությունը պետք է դիրքորոշումներ ունենա, սկզբունքներ ունենա, եթե ինչ ասցին կառավարությունը պետք ընդունեց, կառավարությունը նշանակում է տեսլական չունի, կառավարություն չի, ավելի լավ է զիջի նրան, ովքեր այդ ում ասածը հալած յուղի տեղ ընդունում է, նշանակում է ինքը բան չունի, տենց շրջանակ չունի պատկերացման եւ ամորֆա եւ ինչ լցնում ես լցվում է։ Բայց մյուս կողմից իհարկե դա չի նշանակում, որ պետք է տենց մերժողական լինենք, ընդհակառակը հենց բանավեճը է դա, որ մշտական բանավեճի տեղ ոչ թե ամբիոններում էլ իհարկե, բայց հեն բուն բանավեճը տեղ պետք է տեղ ունենա քաղաքականությունների մշակման մեջ եւ ճշմարտությունը այդ բանավեճերի մեջ պետք է ծնվի, այնպես որ այս ֆունդամենտալ լուծում պետք է լինի, ես շատ վատ կզգամ, եթե ապագա ինչ-որ մի կետում պարզվի, որ մենք այս թեմայով դեռ քննարկելու բան ունենք եւ կառավարության անդամներին խնդրում եմ այս ուղերձի գիտություն ընդունել, համեցեք։